Ամեն շաբաթ նույն ժամին Պապոնց տուն Նոյեմբերյանի եկեղեցուն կից այս շինությունում 4 ամիս առաջ սկսել է գործել արվեստանոց մեծերի համար։ Մշակութային յուրօրինակ կենտրոնը արդեն ձգում է Նոյեմբերյան համայնքի բնակավայրերից տարբեր տարիքի ու մասնագիտությամբ մի քանի տասնյակ կանանց եւ տղամարդկանց։ Այստեղ նրանց սպասում են նկարակալները, ներկապնակները եւ ուսուցիչները։ Ծնունդով կողբ գյուղից գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի խոսքով գաղափարը վաղուց կար։ Վերադառնալով Միացյալ Նահանգներից եւ նախաձեռնելով արձագանքը գերազանցեց սպասելիքները։ Սկզբից մի 15-20 հոգի եկան, ու այդպես գնալով ավելացան։ Շատերը իրանցից, այսինքն մեծ մասը առաջին անգամ էր ընդհանրապես նկարում էին։ Միշտ մտածել եմ, որ իրական հոգևոր աշխարհը Հայաստանն է։ Եվ ինձ համար գոնե մանավանդ իմ ծննդավայրը որոշեցինք, որ այսպես մի արվեստանոց բացենք, որ վստահաբար մարդիկ այս բնությանից աշխարհի մեջ տաղանդավոր են եւ այդ տաղանդը ինչու՞ չդրսևորվի, որ նաեւ նկարչությամբ։ Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի դաշնամուրի փորձառու դասատու Գայանե Խաչիկյանը հաճախում է առաջին իսկ օրից, ասում է ուզում է իրեն գտնել նաեւ գույների աշխարհում։ Առաջին անգամ է վրձինը ձեռքը վերցնում, բայց սկզբի դժվարությունները հիմա հետևում են։ Ուրիշ մի աշխարհի հետ ես բախվում, որ ինքդ քեզ պիտի գտնես ու կարողանաս հաղթահարես այդ ամեն ինչը, որ գուցե եւ նկարդ այնպեսին չի, ինչպեսին որ պետք է լինի, բայց ոգևորությունը մեծ է։ Երկու անգամ անտառում նկարել ենք բնության մեջ, դա էլ մեզ շատ օգտակար է եղել։ Դասից ավելի համարձակ ենք դառնում։ Չի ասի, որ հեշտ եմ նկարում, բայց տեսակ այսօր իմ նկարը գովում են, որ ես դեռ մի քիչ չեմ հավատում դրան։ Չէր կարելի այսպիսի առիթը բաց թողնել, ասում է Դիանա Անանյանը։ Թեև ռեժիսորի մասնագիտության բերումով բեմանկարչության փորձ ունի, բայց այստեղ գալով իր համար մի նոր աշխարհ է բացահայտել։ Առաջին բացահայտումը, երբ գեղանկարիչը աշխատում է, չի կարելի զբաղվել ներկարարությամբ։ Դու բնության տարբեր գույներ վերցնում ես ու նոր գույն ես ստեղծում։ Շարունակում եմ բացահայտել, արդյունքում ավելի լավ արվեստագետ դառնալով։ Ինքս ինձ ավելի լավ ճանաչելու եւ իմ ձեռքը եւ իմ աչքը ավելի լավ ըմբռնելու համար։ Նոյեմբերյանի համայնքապետարանի աջակցությամբ ձեռք են բերել նկարակալները, ներկանյութերը, անհրաժեշտ պարագաները։ Հետո հայտնվեց դաշնամուրը, հին սերնդի է, բայց նվագել կարելի է։ Մշակութային այս գունեղ միջավայրը համենվում է նաև պոեզիայով, երգու պարով, ներկայացումներով, իսկ նկարչության պարապմունքն ուղեկցվում է արվեստի մասին դասախոսությամբ։ Յուրովի մոտեցում նկարակալի մոտ նստած մեծահասակ սկսնակների հանդեպ։ Իրենք արդեն ճանապարհ են անցել, ճանաչողության լեցուն դաշտ ունեն։ Եվ մենք փորձեցինք հասուն մարդու հետ աշխատելու ձևը ընտրել։ Իզարմանս ինձ բոլոր այդ խնդիրները հաղթահարում են, յուրաքանչյուր աշխատանք արժեք ունի։ Եվ տենց շարունակականություն ապահովենք եւ այս նկարչությունը մտնի մերոնց տները, մերոնց օջախները, որովհետեւ անկախ նկարչական արված աշխատանքի մակարդակի բոլորի մեջ սեր կա։ Պոզիտիվ են բոլորը եւ այդ պոզիտիվը կարող թափանցում է այն միջավայրը, որտեղ կախված է այդ նկարը։ Մենք ուզում ենք այնպես անել, որ սա ընդհատում չունենա։ Իսկ այստեղ ծնվող կտավները մտադիր են ներկայացնել նաեւ ցուցահանդեսներում։ Հերմինե Բաղդասարյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։